ասմեք ինչի է եկել, եղբայրը աղոտքի մեջ հիշեց չէ, եկանք մեր սիրելի Հիսուսը փառավորելու, փառք տալու իր անվանը, սպասելու անոր գարուստը երկինք են, որ մեզ պիտի ազատ է գալիք պարգություն են, փառք Տիրոջը, իր անվանը համար։ Այսօր պետք եղավ, որ պաստարը դնեմ հայտնության գիրքը, գիտեք չէ, որ մենք ինչ էինք կարոզում սրանից առաջ, դարաստանների շարքն էինք վերցրել և մենք կարոզեցինք ձեզ հետ միասին, էլի պիտի շարունակենք դարաստանների կարոզը։ Հայտնության եկեղեցիների մասին, երբ որ կարդում ենք, սկզբում գրված, այստեղ չէ 7 եկեղեցիները, այդտեղ վերջում ասում է, որ անգոր ականջ ունի, թող լսե, թե հոգին ինչ կսե։ Հիմա մենք բոլորս էլ ականջ չունենք, բոլորս էլ ականջ ունենք, չէ։ Բոլոր մարդիկ էլ ականջ ունեն, բայց ամեն ականջ չի լսում։ Այն, որ ականջ ունի, հոգևոր բաները լսելու և ընդունելու, դրանց մասին է խոսքը։ Մեր լսելիքը պետք է որ վարժվի, հոգևոր բաները լսելու և ընդունելու։ Պատմություն ասեմ ձեզի, պատմություն ասեմ։ Մի մարդ իր փոքրիկ տղային աշխատում էր բացատրել հանրազանոթ մի պատկերի վրայով, որտեղ որ մի մարդ կանգնած էր դռան առջև և դուռն էր թակում։ Եվ սավ դրաս այդ մարդը, որ դրան մոտ կանգնած է, դա Հիսուսն է, որ մեր սրտի դուռն է զարգում, որպեսզի ներս մտնի։ Մի բան տղան մտածում է, ասում է հայրիկ, Հիսուս կրծավ ներս մտնալ։ Չեմ կարծեր տղաս, չեմ կարծեր, որ ներս մտավ։ Ինչու հայրիկ, ինչու չգրծավ, չեմ գիտեր տղաս, թերևս անոր ձայնը չլսեցին և դուռը չբացին և չգրծավ ներս մտնել։ Մի բան մտածեց երեխան, հետո երեսին ժպիտ եկավ, հայրիկ, ինչ է տղաս, ես հիմա գիտեմ պատճառը, ինչու Հիսուս չգրծավ ներս մտնել, որովհետև անոնք մարադին մեջ ունեին և անոր ձայնը չլսեցին ու դուռը չբացին, ինքը չգրծավ ներս մտնել։ Եղբայրներ, քույրեր, այս ժամանակի մեջ, որ մենք ապրում ենք, հոգևոր կյանքը մարանի մեջ ապրված կյանք է, որոնք հոգիի ձայնը չեն լսում։ Մարանը գիտեք, բայեստ է այդտեղ, գետնափոր նգուղ է, որտեղ որ մարդիկ գինիներն են դնում, տագարներն են դնում և ուդելիքներ են դնում այնտեղ և մրգեր են դնում, ամեն տեսակ ուդելիքներ դնում են այնտեղ մարդիկ։ Այսօրվա հոգևոր կյանքը դարձել է մարանի կյանք
Եվ սատանան մի մեծ մարան ունի, որտեղ ամեն տեսակ ուտելիքներ, հաճույքներ, ուրախանալու, զվարճանալու ամեն բաներ կան այնտեղ սատանայի մարանի մեջ։ Դրա համար էլ այսօրվա հոգևոր կյանքի մագարտակը ցած մագարտակ է, մարանի մագարտակ է։ Բայց մենք պետք է որ մարանից դուրս գանք, չէ՞, որովհետեւ նրա ձայնը լսենք մենք։ Նա որ թագում է դուրը։ Ինչու համար գրված է որ վերի բաները փնտրեցեք։ Ուրեմն մենք պետք է որ մարանից վեր կյանքով ապրենք հոգևոր կյանքը։ Սատանան մեզ պիտի չխաբե։ Որովհետև մենք մեր արջևը այնպեսի մի խոստում ունենք, որ ամեն բան արժե, որ մենք դրա համար թողնենք։ Հիշում եք մի անգամ Տեր Հիսուս Քրիստոս ինչպես իր երեք աշակերտներին արավ, Պետրոսին, Հակոբոսին, Հովհաննեսին եւ բարձր մի լեր հանեց։ Այդ շրջանը որտեղ որ գտնվեին այդ ժամանակ ամենամոդիկ բարձր լերը Թափոր լերն էր։ Եվ նրանց արավ հետը եւ հանեց Թափոր լերան վրա։ Եվ նրանց աչքերի առջև այլագերբվեցավ։ Երեսը արեգակի պես փայլում էր, հանդերձները ջերմկծավ։ Եվ Մովսեսը ու Եղիան երևցան ու նրանց հետ խոսում էր, ինչ էր խոսում, այս կյանքից ելնելու մասին էր խոսում, որ Երուսաղեմի մեջ պիտի կատարվեր։ Եվ քանի որ նրանք հոգեղեն էակներ էին արդեն, պետք էր որ ինքն էլ փոխվեր եւ երեսը արեգակի պես փայլեց եւ հանդերձները ջերմկծան եւ խոսում էր նրանց հետ միասին։ Եթե Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը մնային վարը լերան ստորոդին, նրանք այդ գեղեցիկ տեսարանին պիտի չմասնակցեին։ Այդ փորձառությունը պիտի չունենային իրենք։ Ու երբ որ հիացան այդ տեսարանով, Պետրոս չգիտեր ինչ էր խոսում։ Դերը սավ լավ է որ այստեղ խրճի չունենք երեք հատ, մեկը Մովսեսի, մյուսը Եղիայի, մեկը քեզի եւ այստեղ մնանք։ Չգիտեր ինչ էր խոսում, ասում է Սուրբ Գիրքը։ Ու ահա մի ամբ եկավ, ու ամբի մեջից, երբ որ մտան ամբի տակ, մի ձայն եկավ։ Դա է իմ սիրելի որդիս, որին հավանել եմ, անոր մտի գարեք, Մովսեսին, Եղիային մի նայեք։ Դա է իմ սիրելի որդին, միայն նրան պիտի նայենք։ Այս գեղեցիկ տեսարանը նրանք վայելեցին։ Եթե մնային ստորոդում, նրանք այդ փորձառությունը պիտի չունենային։ Ուրեմն հոգևոր կյանքը, եղբայրներ քույրեր, մենք որ ապրում ենք, դա բարձունքի կյանք է, վերևի կյանք է։ Այս կյանքի ցածր մագարտակի կյանքից ավելի վեր եղող կյանք է, եւ մենք պիտի ձգտենք այդ բարձր կյանքին հասնելու։ Ինչի համար Պողոսը ասեց, ես յետևի եղածները մոռացել եմ, արջևի եղածներին եմ դիմում,
Չեմ ասում, որ գադարյալ եմ եղել, գադարյալ վազում է գադարյալին, գադարյալը ինչ է, գադար, լերան գադարը, թափոր լերան գլուխը, վերևը, դրա համար է բայկարում, մենք պետք է որ մի քիչ մենք մեզի թափ տանք և մարանի կյանքից դուրս գանք մի քիչ, ճիշտ է որ այս աշխարհում շատ մարմինի համար մեզ համար հաճելի բաներ կան և գրավում է այդ մարդկանց, մենք պետք է ջանք անենք, որ այդ կյանքից դուրս գանք, հոգևոր կյանքի վերելքը ունենանք, ապրենք, դրա համար ենք կանչված մենք։ Ուրեմն մենք դադաստաններից էինք խոսել, մենք խոսեցինք եկեղեցի դադաստանի մասին, այստեղ էլ ես կարող եմ ցույց տալ ձեզի, առաջի և երկրորդ դադաստանների մասին խոսեցինք, չէ, ձեզ հետ, առաջին դադաստանը այստեղ եղավ, խաչի վրա, մեր մեղքերի հաշիվը այստեղ վերջացավ, այս դադաստանով, մեր փոխարեն Քրիստոս իր վրա առավ մեր մեղքերի բադիժը, այդ դադաստանից մենք մեզի ազատագրեց, երկրորդ դադաստանը այստեղ պիտի լինի, երբ որ եկեղեցին հափշտակվի և մերելների հարություն լինի, այսպես, իրար հետ միասին, պիտի բարձրանանք judgment seat կրվածի of Christ, Քրիստոսի ադյանն է սա, որ ամեն հավատացյալ հաշիվ պիտի տա այնտեղ, ինչ որ գործեր է, իր կյանքի համար, իր խոսքերի համար, բոլորի համար հաշիվ պիտի տա, երկրորդ դադաստանը այստեղ, ու երբ որ դադաստանը վերջանա, դեռ չի եկել այդ օրը, դրանից հետո մսակների բարգևադրում պիտի լինի, չէ, հետո պիտի գնանք հարսանյաց սրահը, որտեղ որ գառնուկի հարսանիքը պիտի լինի։ Մենք դրանց մասին խոսեցինք առաջին և երկրորդ դադաստանի մասին, երրորդ դադաստանը հրեաների դադաստանն է, որը պիտի կատարվի երբ նեղության շրջանին, այստեղից մինչև այստեղ, նեղության ամբողջ շրջանը։ Հայտնության գիրքը երեք ընդհանուր մասերի կարող ենք բաժանել, եկեղեցիի շրջանը մինչև այստեղ, առաջի գլուխ, երկրորդ գլուխ, երրորդ գլուխ, եկեղեցիի դադաստանը, այստեղ, եկեղեցիի շրջանը այստեղ գավարդվի գվերջանա և գսկսվի նեղության շրջանը, հրեայական շրջան, եկեղեցիի շրջանը գավարդվի հափշտակությամբ, հետո գսկսվի հրեայական շրջանը, նեղության շրջանը, 7 տարվա շրջանը, որի մասին կխոսենք դեռ, և այն կվերջանա այստեղ, 7 տարի հետո, և Քրիստոս եկեղեցի հետ միասին հարսանիքից հետո գիշնի երկրի վրա, ձիթենյաց լերան վրա, այստեղ կլինի ազգերի դադաստանը նաև, որից հետո հազարամյա թագավորությունը Քրիստոսի, հրեական շրջանն էլ կավարտվի։ Կամաց այդ մասին մեր կանդրադառնանք կխոսենք։ Ուրեմն հրեաների դադաստանի մասին որոշ պիտի խոսենք, հրեաները իրենց պատմության ամբողջ ընթացքում 5 մեծ շրջանների են բաժանվում։ Առաջի շրջանը Եգիպտոսի շրջանն է,
Երկրորդ շրջանը անաբադի շրջանն է։ Երրորդ շրջանը դադավորած շրջանն է, չորրորդ շրջանը թագավորած շրջանն է, հինգերորդ շրջանը հետ գերության շրջանն է, բաբելոնյան գերությունից երբ որ ետ վերադարձան։ Հինգերորդ շրջանը այդտեղ ավարտվեց։ Մենք իհարկե այդ բոլորի մասին չենք կարող խոսել, մեզանից երկար ժամանակ մի քանի քարոզների պետք է որ մենք կարողանանք այդ բոլորը խոսել։ Մեր նպատակը հիմա հрьяաների Դարաստանի մասին է, որ պիտի կատարվի նեղության շրջանին։ Կա ընդհանուր մի կարծիք, որ Տեր Հիսուս Մատթեոս 24 գլխի 14 համարի մեջ ասեց այս արքայության այս ավետարանը բովանդակ աշխարհի մեջ պիտի քարոզվի ու վերջը պիտի գա։ Եվ միսիոներական այդ տարիներին գրեթե ամեն տեղ գնացին մարդիկ։ Վտանգավոր տեղեր մտան, ամեն տեղ քարոզեցին ավետարանը, արքայության ավետարանը եւ Հիսուս դեռ չի եկել։ Որովհետեւ արքայության ավետարանը, ինչպես գիտեք, ասել ենք դեզի, որ արքայության ավետարանը եւ շնորհքի փրկության ավետարանը նույնը չեն, տարբեր են դրանք։ Շնորհքի ավետարանը մեզի քարոզվեց։ Արքայության ավետարանը դա մեսիայական ավետարանն է, արքայությունն է։ Քրիստոսի երկրավոր թագավորության ավետարանն է, որ իրենք քարոզեցին, Հիսուս քարոզեց, Հովհաննես Մկրտիչը քարոզեց, 70-ը քարոզեցին, 12-ը քարոզեցին, եւ Հիսուս ասեց, ավելի Իսրայելի գործված ոչխարներին գնացեք, արքայության ավետարանը քարոզեցեք, այսինքն Մեսիայի ավետարանը, արքայությունը, եւ ասեց, պիտի չհասցնեք մինչև վերջ Իսրայելի քաղաքները քարոզելը։ Եվ այդպես էլ եղավ։ Երբ Հիսուսը մերժեցին, արքայության ավետարանը քարոզելը դադարեց եւ արքայությունը արավ խորհրդավոր մի ձև։ Բայց Հիսուս ասում է, արքայության այս ավետարանը բովանդակ աշխարհի մեջ պիտի քարոզվի, ով պիտի քարոզի, հրյա մնացորդը նեղության շրջանին պիտի քարոզեն, երբ որ հրեական շրջանը սկսվի, արքայության ավետարանը պիտի քարոզեն, մնացորդը պիտի քարոզի, Քրիստոսը ընդունած հրյաները, 144,000 ընդրվածները, ամենտեղ պիտի գնան, պիտի քարոզեն դրանք, որ Քրիստոս գալիս է, պատրաստվեք։ Այն ժամանակ բացարձակ հալածանք պիտի լինի, չէ՞, անտիկրայզը պիտի նրանց պիտի բանանի, պիտի հալածի, պիտի սպանի նրանց, եւ պիտի չգրնան նրանք ծախո առնել կամ գնել կամ ծախել, շատ դժվարություն պիտի լինի մի խոսքով։ Ուրեմն ընդհանուր մի գաղափար կա, մենք ինչին ենք հավատում, մեր հավատքի հիմքը մենք ասել ենք շատ անգամ, նախահազարամյա հավատացող ենք մենք, ինչ ենք ուզում ասել դրանով, այսինքն Քրիստոս հազարամյայից առաջ պիտի գա, այդտեղ, հազարամյայից առաջ պիտի գա ինքը, որովհետեւ եկեղեցին 1000 տարի թագավորի Քրիստոսի հետ։ Բայց կան նաև հետ հազարամյա հավատացողներ, չէ՞։ Նրանք էլ հավատում են, որ Քրիստոս հազարամյայից հետո պիտի գա։
Այսինքն իրենց համար հիմա հազարամյա է։ Հետ հազարամյա մենք հավատում ենք, այս հետ հազարամյա հավատացողները երեք տարբեր դպրոցներ են։ Առաջինը անցյալ պրետերիստ կոչվածներն են, որոնք հավատում են, որ Քրիստոսի Երուսաղեմի 70 թվին մեր թվարկության, երբ որ Հռոմի կայսրը եկավ եւ ավիրեց եւ գերության դարավ եւ այլն, կարծում եմ, որ այդտեղ վերջացավ, ամեն բան կատարվեց, այդպես են ընդունում, եւ Հռոմի կայսրը Ներոնը որպես հակաքրիստոս ինքը եւ սկսավ մեծ հալածանքներ անել ու հետո հալածանքները դադարեց իրենց համար հազարամյանը սկսավ եւ հիմա հազարամյա է իրենց համար այս ամբողջ նեղության շրջանը բանան իրենց համար անցավ 70 թվին Երուսաղեմի ավերման ժամանակ երկրորդ դպրոցը որ գա historical Բատմական սրանք էլ հավատում են, որ ամբողջ եկեղեցի պատմության ընթացքում այս 2000 տարի է աստիճանաբար գամած պատմականորեն կատարվեց այդ բոլորը այդ ձևի է ընթանում երրորդ դպրոցը Աբակայի դպրոցն է ֆուտուրիստները որ մենք հավատում ենք Մենք նաև հավատում ենք literally, այսինքն շոշափելի, տեսանելի ձևով, որ պիտի կատարվի այդ բոլորը, ալեգորիկ չի։ Ուրեմն մենք հավատում ենք, որ տեսանելի ձևով պիտի կատարվի այդ բոլորը, չնայած հայտնության գրքի մեջ կան նաև ալեգորիկ բաներ էլ կան, այլաբանական բաներ էլ կան, բայց մեծ մասամբ տեսանելի ձևով պիտի կատարվեն դրանք։ Հրյաների դատաստանը։ Հիմա մարդիկ ասում են, որ ընդհանուր դատաստան պիտի լինի։ Օրինակ տիսական եկեղեցին, առաքելական եկեղեցին եւ մյուս տիսական եկեղեցիները ասում են, որ գալոց է նովեմբարով եւ դադել գենթանից եւ մերյալս, որով տակավորություն ոչ կողքան, այսինքն երբ որ Քրիստոս կա, ընդհանուր հարություն պիտի լինի։ Երբ որ հիմա այս կյանքը եթե հազարամյա է իրենց համար, հազարամյան որ ավարտվի եւ Հիսուս կա, ընդհանուր մերելների հարություն պիտի լինի եւ ջերմակ աթորի դատաստանը պիտի լինի։ Բայց այս տեսակետը սխալ է, մենք չենք ընդունում այդ տեսակետը, որովհետև Սուրբ Գիրքը ասում է մի դատաստան լինելու է օդի մեջ։ Եկեղեցին օդի մեջ պիտի բարձրանա։ Մի դատաստան օդի մեջ պիտի լինի եւ երկրորդ դատաստանը պիտի լինի երկրի վրա, այստեղ երբ որ գա Վիտենյաց լերան վրա, ազգերի դատաստանը պիտի լինի, Հովսապատի Հովիդը։ Դա վերջի դատաստանը չի, այծերը մի կողմ, ոչխարները մի կողմ։ Ազգերի դատաստանն է, այնտեղ պիտի որոշվի, այդտեղ է, որ Հովել Մարգարեն գրում է, որ պիտի որոշվի, թե հազարամյայի ընթացքում ով պիտի մտնի այդ
բարգված ազգերից։ Երրորդը մի ուրիշ դատաստան էլ գա երկնքում, էնել վերջինը ջերմագատորի դատաստանն է այստեղ։ Վերջի դատաստանն է երկիրը գրագով գայրվի, որից հետո հավիդենությունը կսկսվի նոր երկինք, նոր երկիր։ Ուրեմն երեք տարբեր դեղեր են։ Դարձյալ երեք աթոռներ ներկայացված են։ Քրիստոսի դատաստանի աթոռը, այստեղ աթոռը, փարած աթոռը, օդի մեջ, հավատացյալների համար միայն։ Երկրորդը փարած աթոռը, երկրի վրա ազգերի համար այնտեղ, եւ երրորդը մեծ ջերմակ աթոռ երկնքում, մերած մեղավորների համար։ Ուրեմն երեք տարբեր դեղեր կան, երեք տարբեր աթոռներ կան, չի կարող բադայի, որ ընդհանուր մեկ դատաստան լինի։ Սուրբ Գիրքը խոսում է նաև դատաստանի 5 տարբեր տեսքի մասին։ Դատաստանի նյութը, դատաստանի ժամանակը, դատաստանի վայրը, դատաստանի պատճառը եւ դատաստանի արդյունքը 5 տարբեր տեսքի են։ Դատվում են նաև 3 տարբեր գարքի ժողովուրդներ՝ եկեղեցին, հրյաները, հեթանոսները։ Աստված 3 կարգի, ասել ենք ուրիշ անգամ, ժողովուրդ ունի՝ հրյաները, հեթանոսները եւ եկեղեցին։ Ուրեմն մենք միասին նախորդ խոսեցինք եկեղեցու առաջին եւ երկրորդ դատաստանի մասին, որ պիտի կատարվեր օդի մեջ հավատացյալների գործերի քննությունը։ Մենք հաշիվ պիտի տանք Տերոջը, ինչպես գրված է երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 10-ամարի մեջ, թե ամեն ինչի համար, թե բարի եւ թե չար, հաշիվ պիտի տանք, ասում է Տերոջը առջև, դա նշանակում է, որ այնտեղ գնացողները գադարյալ պիտի չլինեն, սխալներով, թերություններով պիտի հասնեն այնտեղ։ Ուրեմն երրորդ դատաստանը, հրյաների դատաստանն է, որ պիտի կատարվի նեղության 7 տարիների ընթացքում։ Այստեղ նեղության 7 տարիները։ Սուրբ Գիրքը խոսում է մեծ նեղության մասին, որ գալու է երկրի վրա։ Հիսուս Տիտենյաց դերան վրա, երբ խոսում էր աշակերտներին, ասեց. Քանզի այն ադեն այնպիսի մեծ նեղություն պիտի ըլլա, որու նմանը աշխարհի սկիզբեն մինչև հիմա եղած չէ, ոչ ալ պիտի ըլլա։ Եվ եթե այն օրերը չքիչնային, բնավ մարմին մը պիտի չաբրեր։ Բայց ընդերյալներուն համար, ոչ եկեղեցի ընդերյալները, հրյա մնացորդի ընդերյալները, Իսրայելի ընդերյալներուն համար այն օրերը պիտի քիչնան, որովհետեւ կարողանան փրկվել։ Ուրեմն այս մեծ նեղության այն սարսափելի չարչարանքը նույնը չէ, որ հրյա ժողովուրդը քաշեց Երուսաղեմի գործանման ժամանակ, որտեղ ոմանք ասում են, որ այդ 70 թվականին այնտեղ ամեն բան կատարվեցավ, վերջացավ։ Որովհետև շատ դեպքեր, որ կատարվելու են նեղության շրջանից առաջ եւ հետո չեն կատարվել Երուսաղեմի ավերման ժամանակ։ Ուրեմն
Երուսաղեմի ավերումը նույնը չի, ինչ որ նեղության շրջանին պիտի կատարվի։ Նրանք տարբեր են։ Մեծ նեղության փաստերը մեր դերոջ խոսած մարգարեությունը միակը չէ։ Մենք ուրիշ մարգարեություններ ենք տեսնում հին եւ նոր գդագարաններում։ Հին գդագարանի ընթացքում մենք գտնում ենք Երեմիայի 30-րդ գլխի մեջ այն գոչվում է Հակոբի նեղության ժամանակը եւ այն նմանեցվում է կնոջ երկունքի։ Հիմա ես կարդամ ձեզի այնտեղից Երեմիա 30 գլուխն է 5 համարից կարդամ, Երեմիա 30, 5 համարը։ Սոսկալի ձայն լսեցինք, վախ կա ու խաղաղություն չկա։ Հիմա հարցուցեք ու տեսեք, թե արդյոք այր մարդը զավակ կծնանի, իհարկե չէ։ Ինչու համար ամեն գդրիչը ձնընտական կնոջ պես ձերքերը մեջ կդրած ու բոլոր երեսը դեղնած կտեսնեմ։ Վայ, քանզի անիգա մեծ օր է, անորբես չկա, ու անիգա Հակոբի նեղության ժամանակը պիտի ելլա։ Կինը երբ է ուրախանում, երբ որ երկունքից ազատվում է, չէ։ Անիգա Հակոբի նեղության ժամանակը պիտի ելլա, բայց անգե պիտի ազատի։ Եկեղեցիներ կան, ասում են, որ քանի որ հրյաները Քրիստոսին խաչեցին, սպանեցին, Աստված այլևս հրյաներին բանի դեղ չի դնում նրանց մի խոսքով։ Նրանք ծրագրից դուրս մնացին եւ Սիոնը դա եկեղեցին է եւ եկեղեցին գոչեցին Նոր Իսրայել, այդպես գոչեցին, բայց մենք տեսնում ենք, որ Աստված հատուկ ծրագիր ունի դեր հրյաների հետ ապակային, չէ։ Վասնզի այն օրը գսե զորաստերը անոր լուծակ ու բարանոցետ պիտի գոդրեմ իրենց թշնամիներին ու քու գաբերդ պիտի փրցնեմ զանիգա մեյ մնալ օդարները պիտի չձարայեցնեն ապա անոնք իրենց դեր Աստծույն եւ իրենց Դավիթ թագավորին ձարայություն պիտի ենեն Վասնզի ես քեզ ազատելու համար քեզի հետ եմ գսեդերը Քանզի պիտի սպարեմ այն բոլոր ազգերը որոնց մեջ քեզ ծրվեցի բայց քեզ պիտի չսպարեմ ապա քեզ չափավորությամբ պիտի խրադեմ ու քեզ բոլորովին անմեղ պիտի չհանեմ Եվ այսպես ամբողջ գլուխը այդ մասին է 15 համարի մեջ ասում է Քու բեկմանդ համար ինչու գաղաղագես, քու ցավդ անբժշկելի է։ Հրյաները այդ մեկ բադը ունեն, չէ, այդտեղ հիմա հինուց մնացած, այդ բադի մոտ կնում լացում են այնտեղ, քու բեկմանդ համար ինչու գուլաս։ Բայց Աստված պիտի ազատի իրենց։ Վասնզի ով է անիգա, որ իր սիրտը պատրաստեց ինձի մոդենալու գսեդերը, և դուք ինձի ժողովուրդ պիտի ելլակ, մի խոսքով ամենավերջի դողերը, վերջին օրերը ասիգա պիտի հասկնակ, եթե այդ բաները մարգարեությունները ձացկված էին, այսօր մեզ համար ձացկված չեն դրանք, Երկրորդ
Եզեկելի մարգարեությունն էլ գա, նաև ձեզի կարդամ Դանիելի մարգարեությունից կարդամ, Դանիելը, Դանիելի 12-րդ գլուխն է, և այն ժամանակ ու ժողովուրդիդ որդիներուն վրա գայնող Միքայել մեծ իշխանը պիտի ելլե, ու այնպիսի նեղության ժամանակ պիտի ելլա, որ ազգ ըլլալեն մինչև այն ադեն այնպես եղած չէ։ Եվ այն ժամանակ ու ժողովուրդդ ինչ պիտի լինի, պիտի ազատի։ Այնպիսի մեծ նեղությունը պիտի ելլա, ճիշտ նույն խոսքերը ասեց Հիսուս, չէ, մեծ նեղություն պիտի գա այս ազգի վրա, Մատթեոս 24-ը։ Քու ժողովուրդդ պիտի ազատի, ովքեր այսինքն ով որ գիրքին մեջ գրված գտնվին։ Ուրեմն ընդդրյալները պիտի ազատվեն, մնացորդը պիտի ազատվի, և մնացածը մեծ նեղության մեջով պիտի անցնի։ Ուրիշ մի համար գարտամ, Հռոմեացիս թղթի մեջ, Հռոմեացիս թուղթը և 11 գլուխն է, որտեղ որ հատուկ հրյաների համար է գրված, 11 գլուխը, 26 համարը, և այսպես բոլոր Իսրայել պիտի փրկվի, ինչպես գրված է, Սիոնե պիտի գա փրկիչը, ու Հակոբե ամբարիշտությունները մեկտի պիտի դարձնե։ Եվ այս է իմ ուխտս անոնց, երբ անոնց մեղքերը վերցնեմ։ Այստեղ վերևը մի դեղ գա ասում է, որ 25 համարի մեջ, վասնզի չեմ ուզեր եղբայրներ, որ չգիտնակ այս խորհուրդը, որբեսի ինքս ինքնիդ իմաստունի դեղ չսեբեք։ Հիմա նրանք, որ այդ խորհուրդը չգիտեն, իրանց իմաստունի դեղ են դնում, ասում են, որ Աստված հրյաներին երեսից թողեց այլևս, քանի որ նրանք Քրիստոսը սպանեցին, և այլևս որևէ ուխտ չունի։ Ասում է, եղբայրներ, այս խորհուրդը չիմացող մի եղեք, որովհետեւ ինքս ինքնիդ իմաստուն չսեբեք, որ ըստ մասին գուրություն եղավ Իսրայելի։ Բոլորին չէ, բոլորը գույր չեղան, մի մասին, ըստ մասին, մի մասին գույրություն եղավ, մինչև հետանոսներուն լրությունը մտնե։ Երբ հետանոսների լրությունը ամբողջանա եկեղեցին, այստեղ, երբ որ վերջանա եկեղեցին, եկեղեցի շրջանը ամբողջանա վերցվի, հրեական շրջանը պիտի սկսվի, մինչև հետանոսներին լրությունը մտնե։ Եզեկել մարգարեն տեսնենք ինչ է ասում այդ մասին։ Եզեկել 20-րդ գլուխն է, Եզեկելը, Իսրայելի դատաստանն է։ Եզեկել 20-րդ գլուխ և 34 համարը, և զորավոր ձերքով ու երգնցած բազուկով, թափված բարգությունով ձեզ ժողովուրդներեն պիտի հանեմ, ու ձեզ պիտի ժողվեմ այն երկիրներեն, ուր դուք ցրվեցաք, և ձեզ ժողովուրդներուն անաբադը պիտի դանիմ, ու հոն ձեզի հետ երես առ երես դատ պիտի վարեմ, ինչպես Եգիպտոսի երկրին անաբադին մեջ ձեր հայրերուն հետ դատ վարեցի,
Այնպես էլ ձեզի հետ դատ պիտի վարեմ, գսե դեր Եհովա, եւ ձեզ գավազանին դագեմ պիտի անցնեմ, ու ձեզ ուխտին գաբին դակ պիտի մտցնեմ, եւ ապստամբները ու ինձի դեմ հանցավոր եղողները ձեզ մե պիտի զադեմ, զանոնք իրենց բանդղտության երգերին պիտի հանեմ, երգերեն պիտի հանեմ, ու անոնք Իսրայելի երգիրը պիտի չմտնեն, ու պիտի գիտան, թե ես եմ դերը։ Ուրեմն, Եզեկիել մարգարեն գրում է գավազանին դագից անցնելու դադաստանը։ Ինչ է այդ գավազանի դագից անցնելը, որը ծանոթության համար գարտամ ես ձեզի Ղևդացիների 27-րդ գլուխը, Ղևի 27 գլուխ, եւ վերջի համարներն են։ Երեսուն երկու համար է եւ արջարներուն ու ոչխարներուն ամեն դասանորդը գավազանին դագեն ամեն անցնողին դասանորդը սուրբ պիտի ըլլա դերոջը։ Ուրեմն ինչ է ոչխարները կամ այծերը ինչ որ գա, այսպես մեծ բարեսպի մեջ են առնված, մի հատ նեղ դուր է թողնված։ Եվ այդտեղ գավազանը բռնում է հովիվը, եւ մեկ անցավ, մեկ երկու անցավ, կամ նա անցավ այն կողմ գնաց, մյուսը անցավ այս կողմ, պիտի զադի, այդ է ուզում ասի Աստված, ձեզ գավազանի դագից պիտի անցնեմ, ընդրվածները մի կողմ պիտի թողնի, ձեզ ուխտի գաբին դագեն պիտի անցնեմ, եւ ինձի ապստամբ եղողներն են այն կողմ պիտի երթան։ Էդ էր ուզում ասի։ Ուրեմն պիտի զադի Աստված, այդ նեղության ժամանակ պիտի զադի Աստված։ Եվ եթե մենք կարդանք Դանիելի մարգարեությունը, այնտեղ շատ բաներ կան, հստակ գրված, որ ոմանք մի մասը Ագա Քրիստոսի կողմը պիտի բռնեն, մյուս կողմը հագարակ պիտի մնան, Հիսուսը պիտի ընդունեն նրանք, եւ մեկը մյուսին պիտի մատնեն, եւ այլն, պատմությունը երկար է շատ։ Եզեկիելը դարձյալ մեկ ուրիշ բան մեն է ասում, 22-րդ գլուխն է եւ 19 համարը 22-ը Եզեկիելի 19 համարը անոր համար դեր Եհովա այսպես կսե, որովհետև ամենդ գղգրանքի պես եղաք, անոր համար ես ձեզ Երուսաղեմի մեջ պիտի ժողվեմ, ինչպես արձատը ու բղինցը ու երգատը, գաբարը ու անագը հալոցի մեջ կժողվեն ու անոր վրա գրակը կփչեն զանիգա հալեցնելու համար, այնպես ձեզ իմ բարգությունովս ու սրտմտությունովս պիտի ժողվեմ եւ պիտի թողում ու պիտի հալեցնեմ եւ ձեզ մեկտեղ բերելով ձեր վրա իմ բարգությանս գրակովը պիտի փչեմ ու դուք անոր մեջ պիտի հալիք այդ որ ասվեր վայ այն օրը մեծ օր է նմանը չի եղած ոչ եղել է ոչ էլ պիտի լինի մեծ նեղությունի մեջից պիտի ասնեն Աստված հալոցի մեջ պիտի հալեցնի իրենց եւ դուք անոր մեջ պիտի հալիք ինչպես արձատը հալոցի մեջ կհալի դուք ալ անոր մեջ այնպես պիտի հալիք ու պիտի գիտնաք թե ես եմ դերը իմ սրտմտությունս թափեցի ձեր վրա ուրեմն Աստված հալոցի մեջից պիտի անցնի ամբողջ Իսրայելի ժողովուրդը եւ ինչպես որ մեդաղները գահալեն եւ մեդաղների այդ գրանքը փիսությունները դուրս կուքան հալոցի երեսը եթե փորձառությունը ունեք արձատ հալեցնելու
հայելի պես փայլում է ու իր մեջի եղտերը եզերքն է գալիս հալեսնողը հավաքում է թափում է դուրս եւ մյուսը դիր մակուր հալոց է լինում այդ հալոցի մեջից պիտի անցնի Աստված նույնը ասում է նաեւ Զաքարիայի մարգարեությունը գարտանք Զաքարիայի մարգարեությունը 13-ի 8-9 ամառներն է Իսրայելի Դադաստանի մասին ենք խոսում, չէ՞։ Զաքարիա 13:8-9 Եվ պիտի լա բոլոր երկրի մեջ կսե դերը, որ երկու մասը պիտի գդրվի ու պիտի մեռնի ու երրորդ մասը պիտի մնա անոր մեջ եւ այն երրորդ մասը գրագե պիտի անցնեմ ու զանոնք պիտի զդեմ ինչպես արձատը կզտվի եւ զանոնք պիտի փորձեմ ինչպես ոսկին կփորձվի անոնք իմ անունս պիտի գանչեն ու ես անոնց պատասխան պիտի դամ ես պիտի ասեմ թե անիկա իմ ժողովուրդս է Անոնք ալ դերը իմ Աստվածս է պիտի ասեն։ Ուրեմն ինչ եղավ եւ պիտի լա որ երկրի մեջ կսե դերը եթե 3 մաս են ասենք թե օրինակի համար 15 միլիոն են իրենք երկու մասը պիտի գդրվի 10 միլիոնը պիտի մեռնի Երկու մասը պիտի գդրվի ու պիտի մեռնի։ Պատկերացնում եք, եթե Հիտլերը 6 միլիոն հրյա սպանեց, Հագա Քրիստոսը նրա գրգնակին պիտի սպանի։ Մեծ կոդորած պիտի լինի։ Եվ այն երրորդ մասն էլ, Աստված ասում է, դարձյալ գրագի մեջով պիտի անցնեմ։ Եմ մնացածն էլ պիտի զդեմ ասում է։ Մաքուրը մի գող պիտի դնի, աղդոտվածները Դադաստանի մեջ։ Այնպես մնացորդը պիտի փրկվի։ Ով Իսրայել, եթե ծովի ավազի չափ շատ լինես, մնացորդը քեզ մե պիտի փրկվի։ Եթե դերը մեզի մնացորդը թողուցած չլար, մենք Սոդոմի պես պիտի լայինք ու Գոմորի պիտի նմանվեինք։ Հիմա մենք էլ հայերս քանի միլիոն ենք չգիտեմ, անունով քրիստոնյա ենք, բոլորը պիտի առնի դանի Աստված։ Մահակյա մարգարեն նույնն է ասում, դարձյալ չգարտամ, ժամանակն էլ գարձես սպարվել է, միևնույն է չեմ վերջացնելու, պիտի շարունակեմ ուրիշ անգամ։ Մի համար էլ գարտամ, Ամովսի մարգարեությունն է, Ամովս 3-րդ գլուխը։ Ամովս 3 Երկրի բոլոր ազգադոհներեն միայն ձեզի ջանցա։ Մարդիկ ասում են այ մարդ ինչ է, հրյաների ասված իրանց ասվածն է մենակ։ Երկրի ազգադոհներեն միայն ձեզի ջանցա։ Երբ հրյաները ասված ունեին, մարգարեները ունեին, Սուրբ Գիրքը ունեին, ով ինչ ուներ։ Մենք ինչ ունեինք։ Հա, մենք էլ ունեինք, Արամազդը ունեինք, Աստղիկը ունեինք, դարբեր ասվածներ ունեինք, հա, ունեինք սուդուպուտ, կամ ազգերը ինչ ունեին, եթե հույները ասենք պիլիսոպաները ունեին, Սոկրատը գար, ես իմ մյուսները, բայց հրյաները ով ունեին, Մովսեսը ունեին, մարգարեները ունեին,
Դավիթ մարգարեն գար եւ որ մի ազգից Հիսուսը ծնավ։ Ուրեմն բոլոր ազգադոհները միայն ձեզի ջանցա, նրանք Եհովայի վկաները պիտի լինեին, բայց չգրցան լինել։ Այս պատճառով ձեր բոլոր անարոնություններուն համար ձեզ պիտի բաչեմ։ Եվ բաչեց Աստված ու պիտի բաչի դեր։ Դեր այն 70 թվին իրենց քաշածը բամը չէր։ Այս վերջին նեղության շրջանին նրանց քաշելիքները։ Լավ, այս կանոն վերջացնեմ ես, չեմ ուզում ավելի շտաբեմել, որտեղ բավական բաներ կա դեր խոսելիք։ Դերը օրտնիմ ամենս էլ, պարկ դրուչը,